Քաղաքական սեզոնները Հայաստանում սովորաբար սեպտեմբերին են սկսվում։ Այս անգամ քաղաքական աշունը կարող է իսկապես թեժ լինել, քանի որ նախընտրական աշուն է լինելու։ Ինչ արժի սպասել, կկարողանա արդյոք իշխանությունը պահպանել իր վարկանիշը, կմիավորվի արդյոք ընդդիմությունը, կձևավորվի արդյոք երրորդ ուժ։ Եթերում հեռանկար բանավեճ թե ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ամառը ավարտին է մոտենում, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով ակտիվանալու է քաղաքական կյանքը։ Հունիսին մարած գործընթացները կվերսկսվեն, հավանաբար նոր թափ առնելով։ Ինչպիսին է լինելու քաղաքական նոր աշունը, այսօր մեր տաղավարում կբախվեն իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության հիմնադիր Դանիել Լիոնեսյանի ու Հայաքվե քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի տեսակետներն ու գնահատականները։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջարկում եմ նախ ծանոթանանք գործընկերոջս պատրաստած տեսանյութին, որից հետո անցնենք զրույցին։ 2026-ի ընտրությունները հեռու չեն, իսկ դա նշանակում է, որ առաջիկա ժամանակահատվածում քաղաքական դաշտում կավելանան ակտիվությունն ու լարվածությունը, ճանապարհ բացելով նաև նոր դերակատարների համար։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հայ-ադրբեջանական հուշագիրը դեռ չի հասցրել սառչել թղթի վրա, բայց այն արդեն դարձել է ամենակննարկվողն ու ամենավիճահարույցը, արտաքին քաղաքական թեմայից դառնալով ներքաղաքական քննարկումների առանցքը։ Քաղաքագետների գնահատմամբ Վաշինգտոնում օգոստոսին ստորագրված հայ-ադրբեջանական հուշագիրը նոր էջ է տարածաշրջանի համար։ Իշխանություններն այն ներկայացնում են որպես պատմական հնարավորություն, ընդդիմադիրներն էլ զգուշացնում են, վտանգներ են թաքնված։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այսպիսով քաղաքական աշունը Հայաստանում բացվում է միանգամից մի քանի ճակատով՝ ներքաղաքական պայքար, նոր ուժեր, արտաքին մարտահրավերներ, միջազգային խաղացողների դիրքավորման տեսքով, նաև սպասում հասարակական շրջանակում։ Արտաքին ճակատում Հայաստանը կանգնած է նոր իրողության առաջ։ Վաշինգտոնի հովանավորությամբ ստորագրված փաստաթուղթը բերում է ներդրումների եւ զարգացման խոստումներ, բայց նաև զուգորդվելով Ռուսաստանի եւ Իրանի ոչ միանշանակ դիրքորոշմամբ։ Կան տեսակետներ, որ դժգոհությունը կարող է արտահայտվել թե դիվանագիտական, թե տնտեսական ոլորտներում։ Հայաստանյան ներքաղաքական կյանքում նոր զարգացումները նկատելի դարձան դեռ ամռան սկզբին։ Դրանք դրսևորվեցին տարբեր դրվագներով։ Ակտիվ գործընթացներ տեղի ունեցան պետության եւ եկեղեցու միջև, որոնք ուղեկցվեցին նաեւ իշխանության եւ եկեղեցու սպասավորների միջև մեղադրանքներով։ Այդ ֆոնին ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության բռնազավթման մեղադրանքով կալանավորվեցին Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Իշխանությունը զավթելուն ուղված ու այլ մեղադրանքով կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը։ Եվ այս շրջանը աչքի ընկավ ակտիվ հանրահավաքներով, իսկ գործարարի որդին հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Պայքար, պայքար, մեր ձևով։ Մայիսին էլ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարեցին վարչապետի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին, անգամ թեկնածու առաջադրեցին արտախորհրդարանական Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, բայց Մարուքյանի թեկնածությանը չաջակցեցին խորհրդարանական ընդդիմադիրները։ Մարուքյանն էլ իր հերթին թեկնածու առաջադրեց Շիրակի թեմի առաջնորդին, հետո թեկնածու առաջադրեց խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցությունը։ Բայց դրանից հետո ակնհայտ դարձավ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի հակասությունը դրսևորվելով փոխադարձ մեղադրանքներով։ Ներքաղաքական օրակարգի մի մասը նաև Հայաստանի նոր սահմանադրության ընդունման հարցն է։ Իշխանությունը Հայաստանի նոր սահմանադրության անհրաժեշտություն է տեսնում, որի տեքստը վարչապետի գնահատմամբ կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում ու մերժում է այն պնդումները, թե Հայաստանի սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, քանի որ նրա խոսքով 2018-ի հեղափոխության հետ նոր սահմանադրության օրակարգը եղել է։ Ինչն է լինելու վճռորոշ առաջիկա ներքաղաքական կյանքում դժվար է ասել, բայց որ թեմաների, քննարկումների, հին ու նոր դեմքերի պակաս չի լինելու, գրեթե կասկածից դուրս է, իսկ առջևում քաղաքական նոր աշունն է։ Եվ այսպես կարող ենք ասել, որ ընտրարշավը ըստ էության արդեն մեկնարկել է։
Շնորհակալ եմ։ Ինձ թվում է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում, իսկ Հայաստանը թեև մենք մեղմ ասած երջանիկ չենք այն ժողովրդավարության մակարդակով, որը Հայաստանում կա, բայց ամեն դեպքում դասագրքային առումով ժողովրդավարություն կոչվում է electoral democracy, հա, ժողովրդավարության ամենացածր մակարդակն է, բայց այդ բաները ժողովրդավարություն է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նախընտրական process-ները սկսում են նախորդող ընտրությունների հաջորդ օրը մեծ հաշվով եւ գնալով թեժանում են միջև քվեարկությանը նախորդ օրը։ Այդ թեժացմանը մենք ականատես ենք լինում, առավել ակտիվ ականատես ենք լինում վերջին ամիսներին եւ ես համաձայն եմ այդ ռեպորտաժում հնչած գնահատականների հետ եւ ավելի թեժացում է լինելու առաջիկա 9 ամիսներին, որ մնացել են մինչև ընտրությունները 9.5 ամիսներին, այստեղ ինքնին թեժացումը նորմալ երևույթ է, այստեղ կարևորը որ այդ թեժացումը որոշակի խաղի կանոնների մեջ տեղավորվի եւ դուրս չգա ժողովրդավարական հասարակությանը վայել կանոններից։ Այդ կանոնների մասին անպայման խոսենք, խնդրեմ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Հայաստանը գտնվում է դասական իմաստով ընտրական գործընթացի մեջ։ Հայաստանը գտնվում է շատ լուրջ ճամփաբաժանի առջև, որոնցից մեմ ասած մի սլաքը տանում է դեպի Թուրքիա, հիմնականում, դե կարելի ասել, որ նաև Միացյալ Նահանգներ, բայց առաջին հերթին Թուրքիա, որովհետև ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները բոլոր դեպքերում եւ բոլոր ժամանակներում վերջին շրջանում գործել է Թուրքիայի միջոցով։ Եվ մյուս սլակը այդքան ակնհայտ չի նույնիսկ թե որ կոնկրետ երկրի ուղղությամբ տանում, բայց ակնհայտ է ոչ դեպի Թուրքիա, դա կարող է պայմանականորեն ասենք, որ բաղկացած է ավելի շատ Եվրոպական միությունից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից։ Մի քիչ գուցե դեպի Ասիա գնանք, դեպի Հնդկաստան Չինաստան։ Եվ այդ ընտրությունը իրականում առանցքային ընտրություն է, որովհետեւ առաջինը դա տեղավորվում է ընտրամաբանության մեջ, ինչ որ տեղի ունեցավ Վաշինգտոնում, իսկ երկրորդը հələ պետք է հստակ ուրվագծվի եւ այդ հստակ ուրվագիծը բարթանման նրանով, որ Եվրոպական միությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են սուր հակամարտության ֆազայում եւ դա ինչ որ իմաստով մեր դժբախտությունն է։ Նրանք առնվազն մինչև 2022 թվականը երկուսն էլ եղել են Հայաստանի առանցքային գործընկերները, երկուսը էլ մենք ունեցել ենք ինտեգրացիոն գործընթացներ եւ 2022 թվականից ի վեր, նույնիսկ ինչ-որ չափով դրանից էլ շուտ ստիպված ենք եղել ընտրել իրենց միջև։ Եվ այդ ընտրությունն է հարկադրված, որ մեզ բերել է վերջի շրջանի կորուստներին նաև։ Այսինքն սա ընտրություն է ոչ թե իշխանության ու ընդդիմության միջև, այլ արտաքին քաղաքական վեկտորի ընտրություն է, ճիշտ եմ ես հասկանում։ Քաղաքակրթական կուրսի միջև, քաղաքակրթական, որովհետև վեկտորը միայն ոչ միայն արտաքին քաղաքական է, այլև նրանում է, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր երկիրը։ Առաջի տարբերակը հասկանալի է ինչ է։ Դա նշանակում է, որ դու պետք է դառնաս թուրք-ադրբեջանական տանդեմի վասալը, սպասարկես Թուրքիայի նեոթորոնական նկրտումները, որ իրանք չեն էլ թաքցնում, եւ դրա մասին բացահայտ խոսում են, եւ ըստ էության բավարարվես այդ նեոթորոնական տարածքում որոշակի ինչ-որ մի հատ ֆունկցիոնալ օղակի գործառույթներով այդ լավագույն դեպքում։ Այդ լավագույն դեպքում դա կարող ավելի վատ է լինի, իրանք աշճանաբար գծելով հայկական տարածքը փոքրացնեն, ոնց որ արել են միջև։ Երկրորդ դեպքը ավելի բարդ դեպք է։ Այսինքն մինչև 2018 թվականը մենք այդ ճանապարհի մեջ ենք։ Այսինքն այդ բոլոր շահերի բալանսը պահելով մենք կարողանում ենք այդ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին դիմադրել։ Հիմա քանի որ Ռուսաստանը եւ Եվրոմիությունը, ինչպես ես արդեն ասացի, բախվեցին իրար եւ այդ բախումը շատ սուր տեսք ընդունել, այդ փխրուն բալանսը խախտվեց։ Գործող իշխանությունն էլ ըստ էության այդ պայմաններում որոշեց, որ ինքը պետք է անցնի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմ։ Եվ ստացվել է ինչ որ ստացվել է հիմա։ Հիմա այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա։ Այդ առանձնահատկությունն է նա, որ վերջապես 2025 թվականին շանս առաջացել, որ Ռուսաստանի եւ Եվրոպական միության շահերի միջև կարող է ինչ-որ մի հատ նոր բալանս առաջանա, չասեմ հաշտություն, բայց ինչ-որ ավելի այտենց ոչ կոնֆրոնտացիոն, ոչ հակամարտ վիճակ, որը մեր համար է շանս։ Եվ որը մեր համար հնարավորություն է վերադառնալ այն տրամաբանությանը, որ մենք եղել ենք մինչև 2018 կամ 2020 թվականը, կախված նրանից որտեղից ենք սկսում սկզբնահաշվարկը։ Հասկանալի է։ Դե մինչև հաջորդ հարցին անցնելը պետք է Դանիելին արձագանքելու է մեկնաբանելու հնարավորություն տա։ Շնորհակալ եմ։ Ինձ թվում է, որ իրականում Հայաստանի երկընտրանքը ոչ թե թուրք-ադրբեջանական եւ ռուս-եվրոպական, որը մի քիչ արդեն ճիշտ ասած տարօրինակ է հնչում ռուս-եվրոպական կողմնորոշումը, որովհետև ռուս-եվրոպականը տարբեր է բոլոր առումներով, հա, ինչքան ուժ ունի տարբեր է ռուսականն ու եվրոպականը։ Բայց գիտեք, այստեղ հետևյալն է հարցը։ Մինչև 22 թվականը մենք ունենք ընկալում, որ մենք կարող ենք լինել
հակամարտային տրամաբանության մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միջև 20 թվականը այդ ընկալումը ամբողջական կար, միջև 22 թվականը որոշ չափով կար, որ մենք կարող ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լինենք հակամարտող եւ դրա տակից դուրս գանք։ Ինչ տեղի ունեցավ 20 թվականի պատերազմը Արցախի դեմ, հետո 22 թվականին ընդ որում այս օրերն էր մոտարապես հուլիս, օգոստոս, հետո ռազմական գործողություններ սեպտեմբերին, ռուս-ադրբեջանական համատեղ պահանջները միջանցքի մերժելուց հետո արտատարածքային միջանցքի, որը ըստ էության այդա կլիներ այսպես կոչված Թուրանի ծրագրի իրականացում Ռուսաստանի էգիդայի տակ, որովհետև դա կընդհանրեր, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք է տրվում եւ արդեն ռուս սահմանապահները մեղրիում փորձում էին դա սկսել իրականացնել, կառուցել դա մերժելուց հետո, որտեվ նաև դա մերժելուց մենք դեռևս ելնում ենք այն կանխավարկածից, թեև ինձ թվում ամեն դեպքում պետք է մերժվեր, բայց ելնում ենք այն կանխավարկածից, որ մենք կարող ենք հակամարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ ունենք Ռուսաստանի աջակցությունը գոնե Հայաստանի տարածքի մասով։ Եվ նաև Ղարաբաղի հետ կապված շատ հիմնական փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, որ հետո արտահայտվեց Պրագայում Ղարաբաղի հետ կապված նշաձողի իջեցմամբ։ Մենք ունենք մեծ հաշվով բոլորով կամ շատերով մենք ունենք ընկալում, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածք է 29700 քառակուսի կիլոմետրը Ռուսաստանի պաշտպանության շնորհիվ անձեռնմխելի է եւ մենք կարող ենք մեր բոլոր ռեսուրսները դնել Արցախի հետ կապված մաքսիմալ մեզ նպաստող ուղղությամբ շարժվելու համար։ 22 թվականի սեպտեմբերի հարձակումը եւ դրան Ռուսաստանի քաղաքական աջակցությունը հստակ ցույց տվեցին, որ դա այդպես չի, որ մենք ունենք խնդիր այս 29000 քառակուսի մետրի պաշտպանության առումով եւ իզուր ենք անգլերեն արտահայտություն կա taking as granted, իզուր ենք տենց երաշխավորված ընդունել, որ այս 29700 քառակուսի մետրը անձեռնմխելի է, էլի։ Եվ ինչը ենթադրում է, որ մենք պետք է մեր բոլոր ռեսուրսները դնենք սրա պաշտպանության վրա։ Եվ այդ ժամանակ նաև ձևավորվեցին որոշ կարմիր գծեր, այդ թվում կարմիր գծեր, որ արտատարածքային ոչինչ չենք տալիս Ռուսաստանին, Ադրբեջանին, չգիտեմ, Վիետնամին, որևիցե երկրի արտատարածքային ոչ ման չենք տալիս, եւ մեր կարմիր գծերը 29700 քառակուսի կիլոմետրի պաշտպանությունն է։ Ի վերջո, այս կարմիր գծերի տակ, ես հիմա մի բան կասեմ, որ ես վստահ եմ պարոն Չալաբյանը չի համաձայնվի, այս կարմիր գծերի տակ մի քանի շաբաթ առաջ հայտնվեց Իլհամ Ալիևի եւ Դոնալդ Թրամփի ստորագրությունը։ Իրենք ստորագրեցին, որ Հայաստանում բոլոր կոմունիկացիաները, որոնք որ լինելու են, բոլոր ճանապարհներ, դա միայն ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհներ չի, դա նաև այլ կոմունիկացիաները լինելու են Հայաստանի իրավազորության տակ։ Դա այն է, ինչը մենք պահանջում ենք միշտ, ինչը մեր պահանջելու սահմաններում մեզ փորձեցին ուժով պարտադրել, որ մենք դրանց հետ կանգնենք 22 թվականի սեպտեմբեր 13-14-ին եւ 200 զինծառայող մահացավ այդ ուրեմն երկօրյա, եթե կարող ենք ասել, պատերազմի ժամանակ եւ ի վերջո դա հասավ նրան, որ ընդված բան կա, ասում է Ալիևը երբեք չի զիջում, Ալիևը ինչ պահանջում է դա լինում, չէ, շատ լավ Մենք փոքր-ինչ հեռանում ենք մեր թեմայից, ներքաղաքական զարգացումներն ենք քննարկում։ Ներքաղաքականին իրականում դիլեման հետևյալի շուրջ է լինելու։ Փորձել զարգացնել հարաբերությունները հարևանների հետ եւ կոնֆլիկտային հարաբերություններից փորձել կառուցել ավելի հարևանային հարաբերություններ, որտեղ արճակատվել 80 միլիոնից Թուրքիա եւ 10 միլիոնից Ադրբեջանի հետ ուղղակի կարող ատակից դուրս չգանք, թե շարունակել այդ արճակատումը եւ փնտրել հովանավորներ, որոնք որ այդ արճակատումը կհովանավորեն։ Դա լինի Ռուսաստանը, դա լինի Իրանը, դա լինի Եվրոմիությունը, Ամերիկան, դժվար, բայց այդ տրամաբանությամբ գնալ, այս երկուսի միջև է երկընտրանքը։ Հասկանալի։ Այդ ստորագրությունները երեք Վաշինգտոնում թղթի վրա դրված, ինչ ազդեցություն կունենան ընտրարշավի վրա եւ արդյոք հենց այդ փաստաթղթի ստորագրմանն էր սպասում Հայաստանի իշխանությունը ընտրարշավի մեկնարկը տալու համար։ Տեսեք, նախ մի բան անդրադառնանք Դանիելի ձևակերպմանը, որ երկընտրանքը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հակամարտությունը շարունակելու եւ իրենց հետ խաղաղ համակեցության միջև է։
անկեղծ ասած, եթե երկընտրանքը իսկապես դա լիներ, տրամաբանական ընտրությունը կլիներ խաղաղ համակեցությունը, որովհետև ես դժվարանում եմ պատկերացնել թեկուզ մեկ հայ մարդ, որը խաղաղության եւ պատերազմի միջև ընտրելուց ընտրի պատերազմ։ Նայած ինչի համար է պատերազմը։ Չէ, դե հասկանալի կան մարդիկ, ասենք ինչ-որ ծայրահեղ մարգինալիզացված ընդհանրեն գուցե սեգմենտ կա, որը բոլոր դեպքերում կարող է պատերազմ ընտրի, բայց համոզված եմ, որ մեր Դե ծայրահեղականությունն էլ մի լավ բան չի, հա, բոլոր ցանկացած գնով։ Բայց իրականում ընտրությունը պատերազմի եւ խաղաղության միջև չի։ Ընտրությունը խաղաղության տարբեր տեսլականների միջև է։ Մի տեսլականը խաղաղության ասում է հետեւյալը, եւ դա էլ ինչ-որ իմաստով այդ մասը ճիշտ է ձևակերպում։ Երբ ասում է եկեք փորձենք հարմարվենք թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացումներին, այս տարածաշրջանի մասին, այն իրականությանը, որը իրականքի ձևով, որտեղ իրանք հզոր են։ Եկեք ուժի պարտադրանքին տրվենք, փորձենք դրա միջոցով գտնենք հաշտություն։ Մյուս տարբերակը, որի մասին մենք ենք խոսում, մենք ասելով տվյալ դեպքում հայերն են։ Մի փորձեք տարածել ամբողջ ընդդիմության վրա, հետեւյալն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացումներին հարմարվել անիմաստ է։ Ինչի որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնական պատկերացումը Հայաստանի Հանրապետության վերացումն է։ Դա կարող է լինի փուլային, ինչպես իրենք են անում, սկզբից վերցնել Արցախը, հետո վերցնել Միչանսկ, հետո Սյունիք անդամատել, հետո ասել, բայց ընդհանրապես ասած Սևանալի ջեր մյուս ափը Սևանալից չի գյոք չա, մերը պետք է լինի, մեզ ջուրը չի երիքում, ձեր ջուրը պետք է։ Տակ եւ այլն։ Իրենք շատ բան են ասում, չէ՞, հիմա էլ են ասում, ասենք, ադրբեջանցիներ պետք է վերադառնան, ձեր բանակը պետք է զինաթափեք, ձեր սահմանադրությունը պետք է։ Տեսեք, մենք էլի հեռանում ենք թեմայից, մենք ներքաղաքական գործընթացներն ենք քննարկում։ Սիրելի Արտем, ուրեմն մեր ներքաղաքական գործընթացները անցնելու են այս տրամաբանությամբ դոմինանտ թեման ոչ մի հատ։ Մյուս թեմաների մասին եւս կխոսեմ, բայց դոմինանտ թեման դինելու սա, թե մենք ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում։ Հայաստանը, որի մասին ասում է պարոն Հովհաննիսյանը, այսինքն Հայաստանը, որը հարմարվում է թուրքերին եւ ադրբեջանցին, թե Հայաստանը, որը չի հարմարվում իրենց։ Բայց ես դա չեմ ասում։ Ես տենց հասկացա ձեր ասածը։ Հայաստանը, որը չի հարմարվում իրանց, Հայաստանը, որը ոչ թե հովանավորներ է փնտրում, այլ դաշնակիցներ, որպեսզի իր լեգիտիմ շահերը պաշտպանի։ Որն է Հայաստանի լեգիտիմ շահերը, բնականաբար իր տարածքի եւ ինքնիշխանության պաշտպանությունը, ամբողջական ծավալով, եւ բնականաբար նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի շարունակել հետամուտ լինելը, որովհետեւ այն պատկերացումը, որ Արցախը այլևս գոյություն չունի, դա պատրանք է։ Դա պատրանք է, նույնիսկ ես ձեր տաղավարում քարտեզի վրա Արցախը գոյություն ունի, եւ երբ որ մենք հարցնում ենք մեր քաղաքացիներին, իսկ մենք բարբերաբար սոցիոլոգիական հարցումներ ենք անում, 90%-ից ավելին, ընդդեմ է թիվը աճել է ժամանակի ընթացքում զարմանալու, 90%-ից ավելին համարվում է, որ Արցախի հարցը փակված չի, եւ մենք պետք է ժամանակի ընթացքում վերադառնանք Արցախ։ Հիմա եթե այդ հարցը կա հանրային գիտակցության մեջ, բնական է, չէ՞, որ դա ներքաղաքական զարգացումների վրա ազդել է։ Տրամաբանական է։ Դանիել, արդյոք այդ երրակողմ փաստաթուղթը, որը ստորագրվեց Վաշինգտոնում, Փաշինյանի համար հաղթակարդ էր ընտրություններում այդպես հաջողության հասնելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար, ես ուղղակի արձագանքեմ, որ իմ ասածը բնավ թուրք-ադրբեջանական պայմաններին տրվելը չի, ընդհանրապես տրվելը չի։ Իմ ասածը այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարևաններն են, ու ես ենթադրում եմ, որ դեռ շատ երկար են լինելու մեր հարևանները, եւ մենք իրենց այդ հարաբերությունները պետք է կառուցենք հետեւյալ կերպ։ Մենք պետք է գծենք կարմիր գծեր, հասկանանք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ կարմիր գծերից չնահանջենք կամ մեզ չստիպեն, չհասնի նրան, որ մենք այդ կարմիր գծերից նահանջենք, մնացած առումներով հետները լեզու գտնենք։ Բայց կարմիր գիծերը չնահանջեն։ Կարմիր գիծը, օրինակ, կարմիր գիծը դա այն է, որ Հայաստանում միջանցք արտատարածքային միջանցք չպիտի լինի, որ Ադրբեջանից Նախիջևան գնացող ցանկացած, մեր տարածքով գնացող ցանկացած բեռ կամ անց պետք է Հայաստանի օրենսդրության համաձայն զննության անցնի, վերահսկողություն անցնի, դա կարմիր գիծ է, որ այդ ճանապարհը, որ ինքը գնալու է, այդ ճանապարհը չի կարող Հայաստանի Հանրապետությունից առանձնացվել եւ որևիցե օտար երկրի վերահսկողության տակ լինել, եւ ես սրտանց ուրախ եմ, որ վերջապես այդ կարմիր գծի տակ կա Իլհամ Ալիևի ստորագրությունը եւ դա կօգնի Նիկոլ Փաշինյանին ընտրություններում ձեռբերումներ ունենալ։ Կարմիր գծի տակ լիներ նաեւ Էրդողանի ստորագրությունը, դեպքում ընդհանրապես կարձանագրեինք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը համաձայնվել է, գրավոր համաձայնվել է, որ այո, այս կարմիր գիծն է եւ իրանք համաձայն են այդ կարմիր գծին։ Սա իրապես ես ընկալում եմ որպես հաջողություն, բայց ուղղակի արձանագրելով այս հարցը ինձ թվում է, որ այո, ընդհանուր առմամբ Փաշինյանի համար սա հաղթակարդ է, որովհետև լայն հանրությունը շատ լավ ընկալում է, որ
խաղաղության հավանականությունը օգոստոսի 8-ից հետո էապես աճել է, հա, այսինքն մենք ֆիզիկոսներ ենք եւ հասկանում ենք ցանկացած process-ում ցանկացած սցենարը դա հավանականության շուրջ է, ոչ մի process-ում, ոչ մի սցենար 100%-անոց չի, բայց հավանականությունը, որ խաղաղություն կլինի X ժամանակաշրջանում, էապես աճել է օգոստոսի 8-ի ֆոնին եւ դա իհարկե հանրության շրջանում բարձր է գնահատվում։ Ուրիշ հարց է, թե որքանով կկարողանա քաղաքացիական պայմանագիրը սա մատերիալիզացնել եւ որքանով կկարողանա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնել այս պահից հետո ապագայի տեսլական։ Եվ մյուս բանը դա այն է, որ որքանով ընդդիմությունը կկարողանա դուրս գա սրա ստորագրման դեմ պայքարից, որտեղ սրա ստորագրման դեմ պայքարը Սրա ստորագրման դեմ պայքարի մի մասը դա ռուսամետ շրջանակների բանն է, որովհետև միջև բոլորովին վերջերս Ռուսաստանը հույսով էր, որ ինքը կկարողանա այդտեղ կառուցել միջանցք, այդ միջանցքը լինի իր սահմանապահ իր FSB-ի սահմանապահ ծառայության վերահսկողության տակ եւ դրանով շատ ուժեղ կավելացնի իր ազդեցությունը առաջին հերթին Հայաստանի, դեռ երկրորդ հերթին Ադրբեջանի վրա։ Եվ Ռուսաստանը իհարկե ամեն կերպ դեմ է նրան, որ ինքը դրանից զրկվում է։ Ես բնավ չեմ ուզում եւ չեմ էլ մտածում, որ պարոն Չալաբյանը այդ ռուսամետ գծի մեջ է, բայց այդ գիծը քաղաքական առումով ընտրություններին ընդառաջ ինձ թվում է, որ հաջողության չտանող գիծ է։ Ինձ թվում է, որ ընդդիմությունը պետք է կարողանա ուրիշ բաներ առաջարկել հանրությանը եւ առաջարկի այնպիսի այլընտրանք ԿՊ-ին, այլընտրանք ոչ միայն անձանց միջոցով, այլ նաև գաղափարների, այլ նաև ծրագրերի միջոցով, որ իրոք կարողանա լայն հանրության շրջանում մրցել, որտեղ լայն հանրությունը խաղաղությունը եւ խաղաղության հավանականության մեծացումը իհարկե աջակցում է։ Ավետիք, ինչ պետք է անի ընդդիմությունը, որ իսկապես կարողանա, այսպես, լրջագույն փաստարկ ներկայացնել։ Ես կարծում եմ, պարոն Յանեսյանը խնդիրը բավական ճշգրիտ ձևակերպեց տվյալ դեպքում եւ դրան արձագանքելով ուզում եմ ասեմ դրա նախ մեր ու ձեր կարմիր գծերը իհապես տարբերվում են, դա պետք է հասկանալ։ Մեր կարմիր գծերում է Արցախի վերադարձի իրավունքը։ Մենք այդ հարցում մենք որևէ նահանջ երբևիցե չենք դիտարկելու եւ մենք համարում ենք, որ դա հնարավոր չի նաեւ այդտեղ նահանջել շատ բարձ պատճառով, որովհետեւ դա արդարության խնդիր է։ 120,000 մեր հայրենակիցներ զրկվել են իրենց բոլոր տեսակ իրավունքներից, քաղաքացիական իրավունքներից, ունեցվածքային իրավունքներից, ի վերջո ինքնորոշման իրավունքից, որը ճանաչված էր նույնիսկ խորհրդային միության ժամանակ, երբ որ Արցախը ինքնավար մարզի կարգավիճակն է։ Բոլոր իրավունքները զրկվել են, ստորացվել են, զրկվել են հայրենիքից, զրկվել են նախների գերեզմաններին այցելու հնարավորությունից կամ ենթադրենք աղոթելու հնարավորությունից, եւ մենք չենք կարող համարել, որ այդ պայմաններում մենք կարող ենք ունենալ կայուն խաղաղություն։ Չի կարող կայուն խաղաղությունը հենված լինել 120,000 մարդկանց բազային հիմնարար իրավունքների բացարձակ մերժման վրա։ Չի կարող։ Այդ հետորաբանությամբ հնարավոր է հաղթել ընտրություններում։ Չէ, եկեք գիտեք ինչ մի բան։ Ի վերջո ընտրությունների թեման են քննարկում հիմա։ Նայեք, ես կուզենայի, որ մենք ամեն ինչ չնայենք նախ ընտրությունների պրիզմայով, երկրորդը պարոն Յանեսյանը օրինակացած օգտագործում անդադ հանրություն բառը, ես ուզում եմ ասեմ հետևյալը. մեր հանրությունը եւ ոչ մի տեսանկյունից ոչ միաշերտ է, ոչ էլ միակարծիք։ Իհարկե, հա, եւ երբ որ մենք խոսում ենք ինչ-որ բանի մասին, այս տեության հետեւյալն է, թե հանրության որ մասն է այդ գաղափարին աջակցում։ Ես քանի որ տվյալ դեպքում 3 տարածորեն ներկայի մեր հիմնադրամի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցմանը, ձեր հետ մի քանի թիվ կիսեմ։ Իհարկե նաև պետք է բանանեմ, վերապահմանեմ, որ այդ թվերը ստացվել են մինչև օգոստոսի 8-ի համաձայնագրերի կնքում, բայց կանենք նոր հետազոտություն, արդեն աշնանը կտեսնենք, թե ինչպես է այդ համաձայնագիրը ազդել։ Մի քանի փաստ ես ասեմ։ Առաջին արդեն ես ասացի 91% հասարակության ընդդիմի թիվը աճել է 70%-ից 2023 թվականի վերջից, 91% հանրության համարում է, որ Արցախի հարցը փակված չի։ Հաջորդը։ Երկրորդը 73% հանրության համարում է, որ Ադրբեջանի հետ սկզբունքայինորեն հնարավոր չի խաղաղություն։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, դա զարմանալի չի, որովհետև Ալիևը ժպտում է մին Վաշինգտոնում, սեղմում է Տրամպի ձեռը, դե իր համար դա հպարտության պահ է, չէ, աստեղային պահ է։ Տրամպը, ասենք, ինչ-որ մի հատ բռնապետի ձեռը սեղմում է, վերադառնում է Ադրբեջան, գնում է Քարավաճար, իր ելույթում 4 անգամ հայրին հաջորդ կետին հետազոտման անցնենք, որտեղ ժամանակը չի ներում։ Հա, ուզում եմ ասեմ, լավ, շատ լավ։ Հաջորդ խնդիրը, որը հանրությունը բացարձակ միակարծիք է։
95%-ը հանրության 95%-ը համարում է, որ Ադրբեջանի պարտադրանքով սահմանադրություն փոխել չի կարելի։ Հիմա եկեք տրամաբանական հետևություն անենք, նորից հիշելով, որ երկուսը ֆիզիկոսներ ենք։ Եթե դա դրված է որպես նախապայման խաղաղության պայմանագիր ստորագրելով, եւ այդ նախապայմանը չի բավարարվում հանրության կողմից, հայ հասարակությունը մերժում է այդ նախապայմանը, ինչպես է խաղաղության պայմանագիր ստորագրելու, կամ Ալիևը պետք է հրաժարվի այդ նախապայմանից, որ միայն ողջունելի կլինի, կամ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, համաձայն եք։ Այսինքն մեր հանրության 95%-ը որքան էլ որ ցանկանա խաղաղություն, նա չուզում եւս մեկ անգամ անցնի ստորացման միջոցով, գա իր կոտրած ձեռքով քվեարկի Ալիևյան սահմանադրության օգտին, հրաժարվի սեփական անկախության հռչակագրից, ինչը Ալիևը իրան խաղաղություն շնորհի։ Չեմ ուզում արձագանքելու հնարավորություն ու անցնենք առաջ։ Հռչակագրից հրաժարվելու ենք, մեր անկախության հռչակագիրը մեր պատմության անբաժանելի մաս է։ Պահպանվի սահմանադրությունում։ Իմ կարծիքը այն է, որ դա արժի պահպանել սահմանադրությունը, բայց վերադառնալով, գիտեք, երբ որ մենք ասում ենք, որ մենք ինչ որ բան ուզում ենք կամ չենք, ցանկացած հարց, որտեղ կա արդարության հարց, իհարկե բոլորս փոքրուց դաստիարակվել ենք, որ արդարությունը լավ բան է եւ պետք է պայքարել արդարության համար։ Իսկ դու գալիս է հաջորդ հարցը, իսկ ինչին ենք մենք պատրաստ այդ արդարությանը հասնելու համար։ Եվ երբ որ գալիս ենք այո, Արցախի հայերը շատ անարդարիացիորեն են, որում ստեղ անարդար բառը երևի ամենամեղմ բառն է, որ կարելի է օգտագործել, որովհետեւ դա եղել է կլասիկ էթնիկ զտում։ Սրանց ընդամենը 2 տարի առաջ ուրեմն իրենց տներից, տեղերից հայրենազրկվել են։ Սրանց 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի տարածքում, Թուրքիայի տարածքում, Օսմանյան կայսրության տարածքում եղել է ցեղասպանություն եւ դա էլ մեղմ ասած եղել է շատ անարդար։ Առհասարակ եթե արդարության տեսանկյունից նայենք, մենք բոլոր 4 հարևանների մասով կարող ենք հարցեր առաջացնել։ Հիմա մենք այո, կարող ենք իհարկե ասել, որ մենք բոլոր 4 հարևաններից պահանջում ենք արդարության վերականգնում, բայց դա այդ ճանապարհը մեզ ուր կհասցնի։ Սա է հարցը։ Եվ արդարություն իհարկե ոչ մեկ կասկածի տակ չի դնում, որ արդարության տեսանկյունից Արցախի հայերի իրավունքները բայց մի բանը արդարության տեսանկյունից, մյուս բանը նույն մարդկանց հարցն ասես եղբայրս դու ինչի ես պատրաստ։ Իսկ դու պատրաստ ես, որ քո հարկերը այլ ավելի շատ էլի ավելանալու են, որպեսզի ռազմական բյուջե մեծացվի։ Իսկ դու պատրաստ ես, որ քո որդու մեծանալու քո որդու պատերազմում մեռնելու հավանականությունը էապես մեծանալու դրա արդյունքում։ Ինձ թվում է, եթե տենց հարցերը տանք, մարդկանց պատասխանները հաճախ այլ կլինի։ Եվ մենք ենք հարցեր ուղղել մեր համակարգացիներին։ Հաճախ մարդիկ քվեարկում են այսպես արտահայտություն կա, չէ՞, ոդկով քվեարկել։ Քվեարկում են իրենց գործողություններով, իրենց որդիներին զրկում են քաղաքացիությունից, որ որդիները բանակում չծառայեն։ Իրենց որդիներին, չգիտեմ, կաշառքով, չգիտեմ, ոնց ազատում են բանակից, որ բանակում չծառայեն։ Վախեն սա այս ամեն ինչ արտագաղթում են ուղարկի։ Այս ամեն ինչը նաև դրա արտահայտումն է։ Այս ամեն ինչը նաև նրա արտահայտումն է, որտեղ մարդիկ ասում են, չէ, ես չեմ ուզես պատրաստ չեմ իմ որդին։ Կարելի է կարճ արձագանք միջով թվել։ Շատ կարճ խնդրեմ։ Ես ներողություն, հազար ներողություն, մի բան էլ ասեմ, ես բնավ նկատի չունեմ, որ մենք չպետք է կառուցենք ուժեղ պետություն, որ մենք չպետք է կառուցենք ուժեղ զինված ուժեր։ Պետք է կառուցենք եւ դա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը կրթությունից հետո։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ կոնֆլիկտների ձգենք։ Երկու նախադասություններ կոնֆլիկտների ձգենք, բայց տեսեք, երբ որ դուք վկայակոչ մեկ են քաղաքացիներին, որոնք իրենց երեխաներից բանակից ազատում են, դա բնավ մեր լավագույն քաղաքացիները չեն։ Բնավ։ Եվ մենք չպետք է մեր երկրի քաղաքականությունը կառուցենք այդ քաղաքացիների ճաշակի հիման վրա։ Քաղաքականությունը պետք է կառուցել լավագույն, գիտակից, արժանապատիվ քաղաքացիների ճաշակի հիման վրա։ Հիմա դուք ասում եք մարդիկ իրենց երեխաներին տանում են երկրից, որպեսզի բանակում չծառան։ Ես իմ դուրսը ծնված 3 տղաներին բերել եմ Հայաստան, որ բանակում ծառան։ Նա էլ կա, պետք է երկուսն էլ տեսնել իրականում եւ հասկանալ իդեպ, Դանիել ջան, վերջի բանը ես ասեմ։ Ասում եք անարդարությունները եղել է 100 տարի առաջ, հիմա բա որ վաղը Երևանը գան գրավեն, այս տաղավարն էլ հետը։ Մեզ էլ դուրս անեն Հայաստանից, ինչ պետք է ասենք, որ այդ անարդարության դեմ չենք պայքարելու։ Չէ, դրա համար ուզում ասեմ, երբ որ դուք այդ տրամաբանությունը եկեք վերադառնանք, գիշենք ինչ թեմա ենք մենք քննարկում ու տեսնենք, թե մեր համակարգացիները ինչ են մտածում այս նոր քաղաքական աշունը ինչպեսին կլինի։ Բուրըն աշուն է լինելու, զարգացումները նույնպես բուրըն։ իրար են ուտելու։ Կլինեն զարգացումներ ամեն
դեպքում 100%։ Եթե հերոստատեսությամբ կռիվ են անում, փողոցում կռիվ կանեն ու կանեն։ Ես որ լավ բանի չեմ սպասում։ Միշտ լավին սպասեք։ Թունելի վերջում լույս է երևում։ Ես այդ լույսը չեմ տեսնում։ Ոնց ուզում եք հասկացեք։ Լավ կլինի արքային, լավ։ Արդեն խաղաղություն, հավերժական խաղաղություն։ Հույս ունենք, որ լավ պետք է լինի, բայց եւ կասկածներ էլ կան։ Վերական ոչ մի բան չեմ տեսնում։ Ամեն ինչ կանգնած ոնց որ լինի։ Քանի որ իրանք խաղաղության պայմանագիրը ընկնել է արդեն պոզիտիվ այհարկե։ Եթե ռուսը չխանգարի, ինձ թվում է միտումներ դեպի լավը կա։ Կամաց ոնց որ խելքի է գալիս մեր Հայաստանը ավելի պաշտպանված է դառնում։ Կուզեի փոփոխություններ, շատ փոփոխություններ, քանի որ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում այսօրվա դրությամբ։ Ու խելքը չի կտրում, որ սահմանադրությունը կփոխվի։ Տասված որ կատարվի փոփոխությունները, այսքան գնան նորերը գան։ Ուր է ընդդիմություն։ Ուր է ընդդիմություն։ Անում է մարդ աշխատում է։ Բես անգնում, դեն անգնում, մի բան ուզում է անի։ Ես գնացի Մեղրի 3 օր առաջ եմ եկել ճանապարհները այստեղից լավ է, այնտեղից լավ է։ Նոր կուսակցություն չկա, մարդ չկա։ Այս դրությամբ։ Չկա այդ երրորդ ուժը, բայց գալու խնդրությունների միանշանակ արդեն կլինի։ Ամենայն դեպս այս վերջի դեպքերը, որ ավելի Ամերիկայի, ավելի արևմտյան կողմն ենք մոտենում, պետք է որ ավելի լավ լինի, քան ռուսական իշխանության հետ էլի։ Այս մեր Հայաստանը լինելու է երկրորդ Շվեյցարիան, ամեն առումով։ Ապրենք կտեսնենք, ժամանակը ցույց կտա։ Տեսեք, իշխանության այսպես ավանդական փաստարկները երկուսն են, հա, արդյոք ուզում եք պատերազմ լինի եւ արդյոք համաձայն եք, որ նախկինները վերադառնան։ Հիմա այդ երկրորդի մասին խոսենք։ Միթե այլընտրանքը իսկապես ներկաներն ու նախկիններն են, թե երրորդ ուժը ձևավորելու հեռանկարը իրատեսական է։ Գիտեք, ես հույս ունեմ, որ այդ երկընտրանքը չի։ Ընդ որում նաև հույս ունեմ այն կոնտեքստում, որ ես կարծում եմ, որ քանի դեռ ներկա նախկին դիլեմայի մեջ ենք, այդ դիլեմայում քաղաքացիական պայմանագիրը հաղթած է դուրս գալու։ Եվ քաղաքացիական պայմանագիրը ամեն ինչ անելու է, որ այդ դիլեման լինի։ Իրանք ամեն ինչ անելու են։ Հաճախ երբեմն ինձ տարբեր գործընկերներ, տարբեր քաղաքական իրադարձությունների ֆոնին ասում են՝ Դանիել, արդյոք Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ այս կամ այն քայլով ընդդիմադիրներին միավորում է իր դեմ։ Ես ասում եմ, ինքը դա հատուկ է անում, ոչ մենք հասկանում է։ Ինքը դա հատուկ է անում, որ ընդդիմադիրները միավորվեն իր դեմ, որ այդ ընդդիմադիրների մեջ լինեն նախկինները եւ լինի նախկին ներկա դիլեմա։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հայտնվի այնպիսի մի ուժ, որը շատ նախ կարողանում է հանրության հետ հարգալից շփվի, հանրությանը չհամարի մենք տարբեր ընդդիմադիր գործիչներից երբեմն լայն հանրության հասցեին լսել ենք այնպիսի վիրավորական արտահայտություններ ու զարմանում ես, ասում ես, եղբայր, այս մարդը ուզում է քաղաքականությամբ զբաղվի, այս մարդը ուզում է ընտրություններ հաղթի ինչ-որ պահի կամ այս մարդը ուզում է որ ցույցերը պոպուլարություն ձեռք բերե։ Առաջին հերթին պետք է լայն հանրության նկատմամբ եւ բոլոր քաղաքացիների նկատմամբ հարգանքի էլեմենտ լինի։ Եվ երկրորդը իրոք պետք է կարողանան լավ այլընտրանք մատուցել եւ եթե այդ երկու հանգամանքները լինի, այո, քաղաքացիական պայմանագիրը մեղմ ասած հավերժ չի իշխանություն, ոչ մեկ հավերժ չի իշխանություն։ Եվ իրատեսական է, որ ձևավորվի մի ուժ, որը որ չի կապված չի լինի նախկինների հետ եւ ԿՊ-ին ոչ մի ձև նաեւ չի հաջողվի այդ ուժին կապել նախկինների հետ կամ կձևավորվի այդ ուժը ավետիք։ Մենք ամեն դեպս ձևավորում ենք այդպիսի ուժ։ Եվ ես իդեպ այդ մասով գուցե համաձայնում եմ նաև Դանիել հետ, որ մեր պետք է երկիրը ձիխատումից անենք, որովհետև քանի ընտրությունը միայն Փաշինյանի եւ նախկին քաղաքական համակարգը ներկայացնող ուժերի մեջ մենք փակուղի մեջ ենք գտնվում, մենք տեսել ենք 21 թվականին ինչ է տեղի ունեցել, հա, երբ որ ժողովուրդը նախկիներին դեմ քվեարկելով փաստացի վերարտադրեց Փաշինյանին։ Եթե մենք չենք ուզում, որ Փաշինյանը շարունակաբար վերարտադրվի, նաև առաջիկա ընտրություններում, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին իսկապես նոր, էապես նոր, որակապես նոր այլընտրանք առաջադրենք։ Բայց այստեղ մի հատ նյուանս կա, որը ինձ թվում է պետք է բոլորը հասկանան։ Երբ որ մարդիկ ասում են մեզ ուժ է պետք, մեզ նոր ուժ է պետք եւ այլն, պետք է հասկանան, նոր ուժը մի օրում չի ծնվում։
մի օրում հայտնի չի դառնում։ 4 տարի ժամանակ կար։ Դե օրինակ տեսեք, ես 2022 թվականին որոշեցի մտնել հանրային դաշտ։ Կարող եք ասել 3 տարի ժամանակ ունի։ Այդ 3 տարի ժամանակից առաջ 4 ամիսը բանտերում եմ անցկացրել, որովհետև Փաշինյանը տեսավ իրականում իր համար վտանգը որտեղից է գալիս եւ միանգամից փորձեց այդ վտանգը կանխել։ Նույն տրամաբանությամբ հիմա Սամվել Կարապետյանն է բանտում եւ այլն, այսինքն այդպես չի, որ մենք Սամվել Կարապետյանի այդ դերը հնարավոր է օգնի այդ նրա ֆակտորը համախմբման։ Հեսա ձեր պատասխան։ Այնպես չի, որ մենք իրապես ժողովրդավարական հասարակարգում ենք ապրում, էլեկտորալ ժողովրդավարության եւ այլն։ Մեր թիմ ընտրությունների մեծ մասը վերջացել է կամ ռեյդերական խլումներով, ոնց որ օրինակ Ալավերդիում է ենթադրենք տեղի ունեցել, կամ ենթադրենք ընդդիմադիրների ձերբակալությամբ, ոնց օրինակ տեղի ունեցել Վանաձորում։ Մենք իրական ժողովրդավարության պայմաններում չենք ապրում։ Մենք կիսով չափ, այսպես ասած, կիսով չափ ազատ երկիր ենք, բայց ժողովրդավարություն չենք։ Եվ պետք է հասկանալ, որ այդ պայքարը տեղի ունենում բոլորն էլ ոչ ուղիղ ժողովրդավարական հարթության մեջ։ Մենք օրինակ հայավկեն առաջի օրվանից հայտարարել է, որ մենք միայն ժողովրդավարական ճանապարհով ենք գնալու, սահմանադրական ճանապարհով։ Գիտեք, ինչքան քննադատություն ենք ստանում դրա համար։ Անընդհատ մեզ քննադատում են, ասում են մեզ թելերաններ են պետք, մեզ թելերան ձեր ճանապարհը ոչ միտեղ չի տանելու եւ այլն, մենք ասում ենք, չէ, մենք գնալու ենք սահմանադրական ճանապարհով, որտեղ Հայաստանը ուրիշ այլընտրանք չունի։ Տեսեք, սոց հարցումներն ենք նայում, հա, այդ երրորդ ուժը կարծես թե բոլորովին էլ մոտ չի այդ ձևավորմանը, որովհետեւ չի ուրվագծվում այդպեսի մի ուժ, որը 10% ձայն ցույց տա սոցհարցումներում, 15% Ես կարծում եմ, որ պետք չի ընտրությունները եւ սոցհարցումները խառնել իրար հետ, որովհետեւ շատ հաճախ ընտրություններից առաջ տեղի ունեն բավական արագ կոնսոլիդացիա տարբեր ավելի փոքր ուժերի, ձևավորվում են ավելի մեծ ուժեր, որոնք ընտրությունների շատ լուրջ հայտ են ներկայացնում։ Դրա վառ օրինակ ես հիշեցնեմ, հիշում եք 17 թվականին ելք դաշինքը իհարկե 10% չտարավ, 8% տարավ, բայց դարձավ ամենակարևոր ընդդիմությունը։ Եվ դա տեղի ունեցավ շատ արագ։ Ընտրություններից տարածորեն մի քանի ամիս առաջ դուք չէիք կարող պատկերացնել, որ 3 քաղաքական գործիչները Փաշինյանը, Մարուկյանը եւ Արամ Սարգսյանը կմիավորվեն։ Միավորվելով իրենք ստեղծեցին էապես ավելի կայուն, էապես ավելի ուժեղ դաշինք, որը կարողացավ լուրջ հայտնել։ Դուք պատրաստվում եք միավորվել ինչ-որ ուրիշ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ։ Ես դա չեմ բացառի, նախ պետք է հիշել, որ մենք դեռևս չենք մտել քաղաքականություն, բայց մենք նախատեսում ենք, որ մենք այո մուտք կգործենք քաղաքականություն մինչև ընտրությունները, եթե լինեն հերթական ընտրություններ, եւ չեմ բացառում, որ այո, մեծ գաղափարապես մոտ ուժերի հետ մեզ գաղափարապես մոտ ուժեր։ Մենք կարող ենք գնալ նաև դաշինքային կոնստրուկցիա, եթե դա պահանջարկված լինի մեր հանրության կողմից։ Սամվել Կարապետյանի քաղաքական նոր ուժի հետ ինչ որ հույսեր արժի կապել։ Իրեք ես այս առումով ամբողջությամբ համաձայն եմ զրուցակցից հետ, որ մի օրում քաղաքական ուժ չես ձևավորի եւ ես չեմ կարծում, որ շատ չմտնելով դետալների մեջ եւ կարող ենք մտնել, բայց ինձ թվում է, որ Սամվել Կարապետյանի չի հաջողվելու էական որևիցե բանի հասնել գոնե հաջորդ ընտրություններում եւ բ ես շարունակում եմ լինել այն կարծիքին, որ Սամվել Կարապետյանին քաղաքական դաշտ ցենց զորով ներքաշել է մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը եւ արել է դա գիտակցաբար եւ արել է որպեսի այդ ինչպես եւ մի քիչ առաջ ասացի նախկինների ռուսական ազդեցության հետ ուղիղ կամ անուղիղ ասոցացվող քաղաքական ուժերը լինեն իր ընդդիմադիրը, որպեսզի այդ չկողմնորոշված, շատ մեծ չկողմնորոշված էլեկտորատ ունենք։ Բոլոր սոցհարցումները դա են վկայում։ Այդ չկողմնորոշված էլեկտորատին Փաշինյանը հիմնականում փորձելու է բերի հենց այդ ձևով։ Շատ դեմքերի, որոնց որ ինքը համարում է, որ հանրությունը դեմ կլինի, շատ դեմքերի բերում է քաղաքական դաշտ, ստիպում է, որ իրանք իրար հետ միավորվեն, ընդ որում միավորվեն կամ ֆորմալ կամ ոչ ֆորմալ, հա, միավորվեն ինչ որ մի առանձին էպիզոդիկ պայքարի սահմաններում։ Եվ հանրությունը դրա ֆոնին, հանրությունը եւ վախենալով այդ ուժերի իշխանության գալուց, հանրությունը աջակցի Նիկոլ Փաշինյանին։ Սա ես իհարկե սա իմ ենթադրությունն է, ես չգիտեմ թե Նիկոլ Փաշինյանի գլխում ինչ է, բայց ֆինանսական ռեսուրսները այս ընտրություններում ինչ դեր են կատարելու։ Գիտեք, մենք տեսնում ենք շատ ընտրություններում, որ ֆինանսական ռեսուրսները երբեմն ապօրինի ֆինանսական ռեսուրսները ունենում են բավական խնդրահարույց դեր։ Մենք դա տեսել ենք Ռումինիայում, մենք դա տեսել ենք Մոլդովայում եւ հիմա էլ տեսնում ենք Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում, որոնք սեպտեմբերի 27-28-ին են առաջիկա։ Եվ այս առումով պետք է հաշվի առնել, որ թեև Հայաստանի օրենսդրությունը որոշակի կարգավորումներ ունի, որ ֆինանսների ազդեցությունը ընտրությունների վրա լինի քիչ,
Հա, մի շարք սահմանափակող կարգավորումներ կան, բայց այդ կարգավորումները բավականին թերի են եւ մենք հաճախ տեսնում ենք, իրականում սա շատ կարեւոր հարց է եւ պետք է պահանջել, որպեսզի այս առումով օրենսդրական փոփոխությունները կամ բարեփոխումները շարունակեն, որտեղ ինչ որ մի պահի կանգ առան, որովհետեւ ֆինանսների ազդեցությունը քաղաքականության վրա պետք է կառավարելի լինի եւ պետք է լինի նվազագույն։ Մեկ այլ թեմա է, որին ուզում եմ հասցնենք անդրադառնալ, եկեղեցու դեմ իշխանության արշավը կարծես թե մարում է։ Վստահ եմ, որ սեպտեմբերին ինչ-որ նոր process է սկսվելու։ Եկեղեցու դերը ընտրություններում նկատվելու է, ինչպիսին է լինելու։ Նախ եկեք հասկանանք ինչի այդ արշավը տեղի ունեցավ, ինչի մարեց, հա։ Արշավը տեղի ունեցավ, որովհետև ծխած ածկույթ էր պետք ստեղծել այդ Վաշինգտոնյան իրադարձությունից առաջ, եւ դա հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Փորձը ցույց է տալիս, եւ մենք դա տեսնում ենք նաեւ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներում, որ Փաշինյանին պետք է անպայման ներքաղաքական լարվածություն, որտեղ ներքաղաքական լարվածությունը այն պարարտ հողն է, որում ինքը կարողանում է կոնսոլիդացնել իր աջակիցներին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կա իր աջակիցների շուրջ մինիմալ բանակ, որը միշտ կա իր կողքին, բայց ինչ-որ մաս կա, որը հեռանում է, մոտենում է, կարող է դառնալ չեզոք, կարող է ուրիշ քաղաքական ուժերի նույնիսկ հարի, որոնք մերձ փաշինյանական են, Փաշինյանը այդ խնդիրն է լուծում։ Իր սեփական քաղաքական դաշտը կոնսոլիդացնում, նա կոնսոլիդացրել է։ Բայց նաև բախվել է խնդրի, որ հակառակ քաղաքական դաշտն է կոնսոլիդացել եկեղեցու շուրջը այդ 2 ամիսների ընթացքում, այսի վերջից մինչև հուլիսի վերջ, երբ որ իրադարձությունը տեղի ունենում, եկեղեցու հեղինակությունը աճել է, եւ հետաքրքիր է, որ եկեղեցու հեղինակությունը ամենաբարձրն է հենց երիտասարդ տարիքային խմբի մոտ, որի մոտ իդեպ Փաշինյանի հեղինակությունը ամենացածրն է։ Միևնույն ժամանակ։ Այսինքն ստացվել է, որ մենք ունենք 2 բևեր, պայմանականորեն ասած, ընդարձակ ընդդիմադիր բևեր, որը ընդունում է եկեղեցու հեղինակությունը, մեծ հաշվով, եւ Փաշինյանական բևեր եւ շատ ավելի փոքր, որը ինչ որտեղ մեջտեղն է, հա։ Փաշինյանը տեսնելով դա նա հասկանում է, որ ինքը եկել սպառել է, այսպես ասած, այդ ռետորաբանության հնարավորությունները հերթական հակաեկեղեցական արշավ իրան ոչ մի բան չի տալու, որովհետեւ ինչ կարողացել է ասել է, ինչ կարողացել է գրել է, ստացել է հակակոռուպցիոն մարմնի, այսպես ասած, բավական կոշտ հակազդեցությունը, մենք հաղորդում ենք տվել հանցագործության մասին հիմա դատախազությունը դա քննում է եւ այլն, որովհետեւ կարմիր գծերը անցել է։ Դուք խոսում եք ժողովրդավարության կարմիր գծերը Փաշինյանը անցել է։ Եկեղեցու եւ պետության բաժանում կա, չէ, եկեղեցու գործային միջամտել չի կարելի բան։ Այդ ամեն ինչ ինքը անցել է։ Եվ ինքը հասկանում է, որ այդ կարմիր գիծը անցնելով ինքը չի կարող մնա անդադ կարմիր զոնայում։ Հիմա անցնենք վերջին ու կարևորագույն հարցին կանխատեսումների մասին ենք խոսելու։ Այսինքն այս 9 ամսվա ընթացքում ինչ զարգացումներ կանխատեսենք եւ ինչ արդյունքի կբերեն դրանք։ Շնորհակալ եմ, նախ արձանագրեմ, որ երբ որ ասում ենք ժողովրդավարություն տարբեր մակարդակներ կա։ Կա ժողովրդավարության մակարդակը, որը մեր մոտ է, կա այն, որը ասենք Շվեդիայում է։ Եվ Ադրբեջանում է, այդ էլ է կամը։ Չէ, Ադրբեջանում ժողովրդավարություն չի, որևիցե հաշվարկի։ Մերը էլեկտորալ ժողովրդավարություն է, կներեք։ Եկեք հարցում տարբեր ենք իրարից համաձայնենք։ Եթե մեր մոտ օրինակ դատական համակարգի հետ կապված, դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները չլինեին, մենք չենք լինի էլեկտորալ ժողովրդավարություն, մենք կլինենք ժողովրդավարություն ավելի բարձր։ Ժամանակը չի ներում հարցից խնդրում եմ պատասխանել։ Նաև անդրադառնալով նրան, թե ինչի եկեղեցու դեմ արշավը, նու կամ եկեղեցականների դեմ արշավը ասենց բարձրացավ, հետո անկում ապրեց, զրուցակից դա պայմանավորվեց նրանով, որ բարձրացավ, որպիսի քողարկի կամ ինչ-որ Վաշինգտոն, ես հակառակը կասեմ, ինքը բարձրացավ, հետո երբ որ եկավ Վաշինգտոնյան ուրեմն այդ ստորագրման, միջոցառման հարցը, այդ արշավը իջեցվեց, որպիսի նա գա առաջի պլան, որովհետև իշխանությունները ուզում էին, որ Վաշինգտոնյան բանը լինի առաջին պլանում։ Եվ դրա համար եկեղեցականներին հանգիստ թողեցին, այդ հարցը քաղաքական օրակարգից հանեցին, որպեսզի Վաշինգտոնում տեղի ունեցողը գա առաջի պլան, բոլորը քննարկեն դա, որովհետև դա ես շարունակում եմ համարել, որ դա իշխանության հաջողությունն է ընկալվում հասարակության կողմից եւ իհարկե իշխանությունը ուզում է որ ուրիշ բան չքննարկվի իր հաջողությունը եւ համաձայնենք որ երկու տարբերակներ ցույց է տալի իշխանության ցինիզմը եւ ինձ թվում է որ եկեղեցականների դեմ արշավը դեռ ես ձեր հետ համաձայն եմ դեռ երկրորդ ալիք կապրի եւ մի բան էլ էս պահը ասում եք իշխանության ցինիզմն է ինչ որ առումով կհամաձայնեմ ինչ որ առումով ոչ որովհետեւ մեծ հաշվով իշխանությունը իրանք էլ քաղաքական ուժ են, իրանք էլ նայում են, ասում են, ո՞նց կարող ենք մենք մեր էլեկտորատին կոնսոլիդացնել, ո՞նց սենց անենք։ Ո՞նց կարող ենք, բերեք մի հատ մեկ եկեղեցուն
կամ եկեղեցականներին կներեք բանից համար, բառապաշարից համար, եկեղեցականներին բզենք, բոլոր կոնսերվատիվ ուժերը կմիավորվեն իրար շուրջ մեր դեմ եւ հանրության աչքերով կլինի այդ երկուսակցական համակարգը, բոլոր ընդդիմադիրները եւ մենք։ Ինչ որ բան ռեսուրսերի մնացել է, որը դեռևս չեն օգտագործել եւ պատրաստվում են օգտագործել իշխանությունները։ Ինձ թվում է շատ բան է մնացել եւ ինձ թվում է օրինակ եթե իրանք ընտրություններից առաջ հրապարակեն սահմանադրության նախագիծ իրանք կամ ես էլ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եմ հրապարակվի սահմանադրության նախագիծ որտեղ անկախության հռչակագրի հողում չի լինի միևնույն է այդ հանրակրվեն եւ այդ process-ը ընտրություններից հետո է լինելու միջով ընտրություններ ֆիզիկապես չի կարա լինի բայց իշխանությունը ես վստահ եմ որ ամեն դեպքում տեմպը կարգավորելու հնարավորություն ունի սահմանադրական բարեփոխումն եւ կգնային այն տեմպով որպեսզի ընտրություններից առաջ հրապարակվի նախագիծ առանց անկախության հռչակագրի հղման կրկին որպեսզի շատ ընդդիմադիր ուժերի միավորի դրա շուրջ իր դեմ եւ ունենալով այն ակնկալիքը, որ դրա արդյունքում էլ չկողմնորոշված էլեկտորատը կգա իր կողմը։ Դանիելը կիսվեց իր կանխատեսումով, հիմա Ավետիքին իր կանխատեսումը ներկայացնելու հնարավորություն տանք ու ամփոփենք։ Նախ կուզենայի ասել, որ Դանիելը ստեցան բացահայտում է այս իշխանության քաղաքական տեխնոլոգիան։ Արհեստական լարվածություններ ստեղծել, արհեստական բևեռացումներ ստեղծել։ Ցանկացած քաղաքական տեխնոլոգիա դա է ընդհանրապես ես կուզենայի, որ ձեր ունկնդիրները դա հասկանան։ Որ երբ որ խոսում են օրինակ հոգեվորականների կուսակրոնության մասին, իրենց բացարձակ դա չի հետաքրքրում հոգեվորականների կուսակրոնությունը։ Ուղղակի դա լարվածություն ստեղծելու առիթ է։ Եվ դա այս իշխանության գործելակերպն է, եւ այս իշխանության այս գործելակերպին մենք արդեն ակնհայտ ենք լինում 7 տարի։ Մեկ դա դատարանների շուրջն է տեղ ունենում, մեկ բանակի շուրջն է տեղ ունենում, մեկ հոգեվորականների եւ այլն։ Իմ կանխատեսումը համընկնում է այդ մասով Դանիելի կանխատեսմանը, որ նա կփորձեն այո դաշտը բևեռացնել, բայց բնականաբար ես կարծում եմ, որ մենք կոնկրետ հայակվեն հավատարիմ մնալով իր սեփական առաքելությանը չի տրվելու դրան։ Մենք այս իշխանությանը դեմ պայքարում ենք հետևողականորեն, որովհետև համարում ենք, որ այն կուրսը, որ նա իրականացնում է, աղետալի է մեր երկրի համար, եւ մենք պայքարում ենք այս իշխանության դեմ մասնապես նաեւ այն պատճառով, եւ քաղաքական դաշտ ենք մտնում այն պատճառով, որովհետև համարում ենք, որ եղած քաղաքական ակտորները նախկին նաեւ իշխանությունների ներկայացող դա չեն կարողանում արդյունավետ անել։ Եվ հասարակության մեջ չունեն ոչ այն ազդեցությունը, ոչ այն հեղինակությունը, որը բավարար է, որպեսզի Փաշինյանին կարողանան կանգնեցնել։ Մեզ մնացել է ուղիղ այնքան ժամանակ, որպեսզի ձեզ հնարավորություն տամ վերջին խոսքը ասելու։ Երկու նախադասությամբ ասացեք, ինչը կուզեք, որ մեր հեռուստադիտողը հիշի ձեր այսօրվա խոսքից։ Ես մեծաշով կուզենամ, որ հեռուստադիտողը, որը պոտենցիալ հավելեն հավանականությամբ ընտրող է, ընտրություններին ընդառաջ իրականում ուսումնասիրի քաղաքական ուժերի առաջարկած տեսլականը, չասեմ ծրագրերը ոչ մեկ չի կարդում, ցավոք սրտի։ Առաջարկի դիտարկի տեսլականը եւ հասկանա եւ իր ընտանիքի համար, իր ապագայի համար, իր երկրի ապագայի համար, որ քաղաքական ուժի առաջարկած տեսլականն է ամենահոգեհարազատը եւ ամենաիրատեսականը, որովհետեւ կան քաղաքական ուժեր, որոնք ուղղակի բարի ցանկությունների մտադրություն են ներկայացնում, բայց դա դրա իմպլեմենտացիայի հավանականությունը, չգիտեմ, 0.1%-ից էլ ցածր է։ Շնորհակալ եմ։ Ձեր երկու նախադասությունը հուսով եմ երկուսը կլինեն։ Ես կուզենայի մեր ունկնդիրներին ասել, որ մեր ընտրությունը դա թուրքամետ կամ ռուսամետ լինելու միջև չի։ Մեր ընտրության երրորդ վեկտորը կա։ Լինել հայակենտրոն, կենտրոնանալ մեր երկրի եւ մեր ազգի, ոչ միայն մեր երկրի, նաեւ ի վերջո մենք ազգային պետություն ենք եւ որպես այդպեսին ենք ստեղծվել մեր ազգի շահերի վրա եւ կարողանալ գտնել իսկապես բարդ, դժվար այն ճանապարհը, որը մեզ կտանի հզորացման եւ այն երկրին, այն պետությանը, որ մենք կցանկանայինք ապրել եւ կցանկանայինք, որ ապրեն մեր երեխաները։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ զրուցակիցներս երկու ֆիզիկոսներ, հասարակական գործիչներ Դանիել Իոնեսյանն ու Ավետիք Չալաբյանն էին։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։